Հնդկաստանը կանչել է Նյու Դելիում Պակիստանի բարձրաստիճան դիվանագետին հայտնել Իսլամաբադում իր ռազմական կցորդներին հետ կանչելու եւ իր դիվանագիտական անձնակազմի թիվը կրճատելու մասին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը վկայակոչելով Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Վիքրամ Միսրիին։ Հնդկաստանի այս որոշումը կապված է Քաշմիրում զինյալների հարձակման հետ, որի հետևանքով առնվազն 26 մարդ է զոհվել։ Հնդկաստանի որոշ ԶԼՄ-ներ սակայն հայտնել են 28 զոհի մասին։ Այս հարձակումը դարձել է վերջին 2 տասնամյակի ընթացքում քաղաքացիական անձանց վրա իրականացված ամենախոշոր հարձակումը։ Վիքրամ Միսրին հայտնել է, որ հարձակման ընթացքում տեղի է ունեցել սահմանի հատում։ Ըստ արտգործնախարարի Նյու Դելին ժամանակավորապես կկասեցնի 60 տարի առաջ ստորագրված գետի համատեղ օգտագործման մասին պայմանագրի գործողությունը, ինչպես նաև կփակի Պակիստանի հետ միակ ցամաքային անցակետը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսին Սաուդյան Արաբիա կատարելիք այցից հետո հնարավոր է հանդիպում ունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Ես կհանդիպեմ նրա Պուտինի հետ, ասել է նա Օվալաձև աշխատասենյակում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը։ Թրամփին հարց են ուղղել, արդյոք այդ հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում հնարավոր է, բայց ամենայն հավանականությամբ ոչ, կարծում եմ ես նրա հետ կհանդիպեմ դրանից կարճ ժամանակ անց, ասել է ԱՄՆ նախագահ։ Սպիտակ տունը հայտնել էր, որ Թրամփը մայիսի 13-ից 16-ը կմեկնի Մերձավոր Արևելք, Սաուդյան Արաբիա, Կատար եւ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ռուսաստանը գիշերը հրթիռներով եւ անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ Կիևի իշխանությունների հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, ավելի քան 70 մարդ վիրավորվել, այս մասին հաղորդում է BBC-ն։ Հարվածի ենթարկված շենքի փլատակներում որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են։ Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության հարվածի տակ են հայտնվել նաեւ Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի, Պոլտավայի, Խմելնիցկի, Սումի եւ Ժիտոմիրի մարզերը։ Խարկովի քաղաքապետը հայտնել է, որ ռուսական 24 գրոհների հետևանքով 1 մարդ հոսպիտալացվել է, քաղաքում վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, պոլիկլինիկա, դպրոց, մասսավոր տնտեսություններ, արտադրամասեր։ Առնվազն 45 պաղեստինցի է սպանվել չորեքշաբթի Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունների հետևանքով, այս մասին հայտում է Քաթարյան Ալ Ջազերա հեռուստաալիքը։ Ըստ նրանց Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 45 մարդ, վիրավորվել ավելի քան 100-ը, զոհերի թիվը շարունակվում է աճել գիշերվա ընթացքում անկլավի վրա հասցված հարվածների հետևանքով։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում, լայնածավալ հարվածներ հասցնելով անկլավին եւ դրանով իսկ ընդհատելով 2025 թվականի հունվարին հաստատված հրադադարը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը դա բացատրել է պաղեստինյան արմատական Համաս շարժման կողմից միջնորդների եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթկովի կողմից բանակցությունների ընթացքում արված առաջարկներն էին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Չինաստանը առևտրային հարցերի շուրջ ամենօրյա կապի մեջ են։ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցերին, նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնի եւ Պեկինի միջև ուղղակի շփումներ են եղել առևտրային հարցերի շուրջ։ Ամեն օր, ասել է նա։ Երեքշաբթի Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կնվազեցնի Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը, բայց ամեն դեպքում մաքսատուրքերը զրոյական չեն լինի։ Չորեքշաբթին նա նշել է, որ սակագների նվազեցման ժամկետները կախված կլինեն Պեկինի գործողություններից։ Ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ ԱՄՆ-ն ակտիվորեն բանակցում է Չինաստանի հետ երկկողմ առևտրի եւ մաքսատուրքերի շուրջ, եւ որ այդ երկխոսությունը լավ է ընթանում։ Բրիտանացի դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները, ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ դիրքորոշմանը։ Մինչ Մեծ Բրիտանիան աջակցում է Կիևի դիրքորոշմանը, դիվանագետներն օգտագործել են չորեքշաբթի Լոնդոնում կայացած հանդիպումները ուկրաինացիներին կոչ անելով մոտենալ Վաշինգտոնի կողմից ներկայացված առաջարկին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի քննադատել է Վլադիմիր Զելենսկիի հայտարարությունները Ղրիմի վերաբերյալ, ասելով, որ դրանք վնասակար են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների համար։ Հանգուցյալ Ֆրանցիսկոս Պապի դեմքին մեծ կապտուկ են նկատել։ Այս մասին հայտնում է իտալական Մեսագեრო հրատարակությունը։ Լրագրողները ուշադրություն են հրավիրել Վատիկանի կողմից հրապարակված Պոնտիֆիկոսի լուսանկարի վրա։ Ֆրանսիսի դեմքի ձախ մասում տեսանելի կապտուկ է երևում։ Նյարդաբան Սաբինա Անտիկոլին ենթադրել է, որ հեմատոմային պատճառ կարող է լինել մասնակի կաթվածի հետևանքով ընկնելը, որն առաջանում է ինսուլտի հետևանքով։
Ղրիմում 24 ժամվա ընթացքում երրորդ անգամ հայտարարվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին։ Այս մասին հաղորդվում է արտակարգ իրավիճակների նախարարության հավելվածում։ Շրջանի բնակիչներին կոչ է արվել զգոն լինել հնարավոր հարձակման ֆոնին։ Մինչ այս տարածաշրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի մասին հայտարարվել էր ապրիլի 23-ի առավոտյան եւ լույս 24-ի գիշերը։ Ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության հակաօդային պաշտպանության ուժերը Ղրիմի երկնքում խոսել են ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Եվրոպան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին փոխանցել է, որ չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական։ Այս մասին հայտում է Financial Times թերթը, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներին հղում անելով, որոնց անունները չի նշվում։ Թրամփի վարչակազմին արդեն ասվել է, որ եվրոպական մայրաքաղաքների համար անհնար կլինի ճանաչել Ղրիմը որպես ռուսական։ Մեջբերում է հրատարակությունը պաշտոնյաներից մեկի խոսքերը։ Աղբյուրը նշում է, որ եվրոպական խոշորագույն մայրաքաղաքները պետք է տարահամոզեն Վաշինգտոնին միակողմանիորեն թերակղզին Ռուսաստանի կազմում ճանաչելուց։ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք արևմուտքի կողմից ագրեսիայի դեպքում։ Նրա խոսքով Մոսկվայի նման գործողությունները համահունչ կլինեն Ռուսաստանի ազգային անվտանգության ռազմավարությանը։ Այն դեպքում, երբ օտարերկրյա պետությունները անբարյացակամ գործողություններ են կատարում, որոնք վտանգ են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության համար։ Մեր երկիրը օրինական է համարում սիմետրիկ եւ ասիմետրիկ միջոցներ ձեռնարկել նման գործողությունները ճնշելու եւ դրանց կրկնությունը կանխելու համար, ասել է Շոյգուն։ Ֆրանսիական օտարերկրյա լեգիոնի պաշտոնաթող գեներալ Դոմինիկ Դելավարդը հայտարարել է, որ Ուկրաինայում խաղաղությունը կհաստատվի մինչև 2025 թվականի վերջ Ռուսաստանի Դաշնության հարկադրանքի միջոցով։ Կարծում եմ, որ մինչև Սուրբ Ծնունդ մենք խաղաղություն կունենանք, բայց այդ խաղաղությունը ձեռք կբերվի զենքի ուժով մարտի դաշտում եւ Ուկրաինային անվերապարտադրանքով, ընդգծել է նա։ Միաժամանակ նա նշել է, որ հաշտության պայմանագիրը թելադրվելու է ռուսական պայմաններով։ Գեներալի խոսքով Ռուսաստանը կշարժվի մինչև իր 4 նոր շրջաններ եւ հնարավոր է Օդեսայի սահմանները։ Նա նշել է, որ Օդեսան նախնականորեն ռուսական քաղաք է եւ անհրաժեշտ է Ռուսաստան մերձ Դնեստրի հետ միավորելու եւ Ուկրաինային դեպի Սև ծով ելքից զրկելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր ամերիկացի գործընկերներ Դոնալդ Թրամփի հետ տարաձայնություններից հետո կարող է հույս ունենալ, որ կարող է գործել միայնակ կամ եվրոպացի դաշնակիցների աջակցությամբ, եթե Կիևը կորցնի ԱՄՆ օգնությունը։ Այս մասին գրել է The Nation Interest-ի խմբագիր Ջեյքոբ Հեյլբրունը։ Նրա խոսքով Սպիտակ տան ղեկավարը հարձակվելով ուկրաինացի առաջնորդի վրա կարծում է, որ նա ձեռքին հաղթաթուղթ ունի։ Միևնույն ժամանակ Եվրոպան, Ռուսաստանի Դաշնությունը եւ Չինաստանը հավանաբար դա այլ կերպ են տեսնում, նշել է Հեյլբրունը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնի հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ովքեր զոհ գնացին 1915 թվականից ահագնացած կոտորածներին եւ զանգվածային տեղահանություններին։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խորը հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ։ Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլև ընտանեկան ողբերգություն է։ Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան 1 դարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է։ Անկախ նրանից, թե որքանով է ձևակերպված եղել որպես այդպիսին, այս օրակարգի շուրջ կառավարության եւ անձամբի մտորումներն ու մտածումները հանգնում են հետեւյալին՝ զարգացած ինքնիշխան անվտանգ, այսինքն սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը մեր ժողովրդի բոլոր զոհություններին եւ զոհերին մեր հավատարմության առավատչյան։ Պետություն եւ պետական շահեր Հայաստանի Հանրապետություն միջազգայինորեն ճանաչված տարածքով հարևանների հետ կարգավորված հարաբերություններով, բայց սահմաններով խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի։ Ահա թե ինչ ովքեր եւ ինչպես պիտի վարպայեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը։ Ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը։ Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք գնում ենք այս ճանապարհով, որովհետեւ այսպես ենք վերցանում այն ուղերձը, որ մեզ հղում է պատմությունը։ Այսպես ենք վերցանում ձեզանից յուրաքանչյուրի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու սրտի տրոփյունը, որ չի հեռարձակվում ոչ մի հեռուստատեսությամբ, չի արտահայտվում ոչ մի սոցիալական ցանցում, բայց լսելի է ձեր քվեով Հայաստանի Հանրապետությունում ձևավորված կառավարող մեծամասնությանը լսելի է անձամբ ինձ։ Այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության ապահովելու Հայաստանի Հանրապետության մեր հայրենիք պետության հարատևությունը եւ անցնելով դաժան փորձությունների ու ողբերգությունների միջով մենք վաստակել ենք այդ հնարավորությունը եւ այդ հնարավորությունը բաց պիտի
չթողնվի։ Ու համոզված եմ մենք ժողովուրդն ու նրան դրած կառավարող թիմը բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի քաղաքական էլիտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր ապրիլի 24-ին այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ Նրան ուղեկցում են ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Այստեղ են կառավարության բոլոր անդամները, նշենք, որ քաղաքացիներին թույլ չեն տալիս այցելել հուշահամալիր, քանի դեռ բարձրաստիճան իշխանավորներն այնտեղ են։ Նիկոլ Ալիևի կողմից Արցախի դրոշը ոտքի տակ գցելը չի դատապարտում, բայց Ադրբեջանի դրոշ այրումը հայ երիտասարդների կողմից դատապարտում է։ Գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը, թե բացադրանք է հարևան երկրի դրոշ այրելը։ Կարելի է տարբեր կարծիքներ ունենալ դրոշ այրելու վերաբերյալ, բայց ապրիլի 24-ին կարևորը Նիկոլի համար ոչ թե Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացիան է, Հայաստանի 240 կիլոմետր գրավումը խաղաղ բնակավայրերի վրա, գիշերային կրակոցները, Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, այլ Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշների այրումը սադրանք անվանելը։ Մի ամբողջ 140,000 արցախահայություն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հետևանքով բռնի տեղանվելն է, դրանից ինչու չես խոսում։ Ադրբեջանը պղծում է հայկական հետն Արցախում, դրանից ինչու չես խոսում, որովհետեւ Ալիևը վախդ բռնել է ու քթիցդ բռնած հրահանգներ է իջեցնում։ Արցախի Հանրապետության ազգային ժողովը հայտարարություն է տարածել 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենաբարբարոսական հանցագործություններից է, որի նպատակն էր հայ ժողովրդի ամբողջական ոչնչացումը։ Ցավոք այդ հանցագործությունը մինչ այսօր անպատիժ է, ինչի պատճառով այն դարձել է նախադեպ նոր ցեղասպանական գործողությունների համար։ 2020-ից 23 թվականներին Արցախում տեղի ունեցած ռազմական հանցագործությունները հյուծիչ շրջափակումը, բռնի տեղահանությունն ու վայրագությունները ադրբեջանական իշխանությունների կողմից նույն ցեղասպանական ծրագրերի շարունակությունն էին 21-րդ դարում։ Ադրբեջանի ձեռնարկած բոլոր գործողությունները Արցախի հայաթափումը, էթնիկ զտումները եւ հայ ժողովրդի պատմական ներկայության վերացումը համապատասխանում են ցեղասպանության միջազգային իրավական սահմանմանը։ Միջազգային հանրությունը պարտավոր է համարժեք իրավական ու քաղաքական գնահատական տալ այդ գործողություններին, արձանագրելով դրանց համապատասխանությունը ցեղասպանության համապարփակ սահմանմանը։ Ցեղասպանությունը լռությամբ ընդունելը հանցավոր անտարբերություն է, անպատիժ ցեղասպանությունը նոր ցեղասպանության հրավեր։ Ցավոք, որ այս իշխանության մեջ անհասկանալի ու անբացատրելի է նաև Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ցեղասպանության դատապարտումը եւ մեղավորին պատասխանատվության կանչելը։ Հետագա ցեղասպանությունների կանխման գրավականներից են, որոնք իհարկե չեն փոխարինում պետության պարտադիր ուժեղ անվտանգության համակարգին եւ հեռատես ներքին ու արտաքին քաղաքականությանը։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը նաև աշխարհասփյուր հայության հավաքական կամքի արտահայտության հնարավորությունն է հանուն անվտանգ ու ապահով ապագայի եւ ի հիշատակ մեր նահատակված նախնիների։ Մենք հիշում, հարգում եւ պարտավոր ենք երբեք չմոռանալ բռնությամբ, ցավով եւ անասելի տառապանքով ցեղասպանության զոհ դարձած մեր հայրենակիցներին։ Մեր հիշողության մեջ նրանք ապրում են ու մեզ ուժ են տալիս պայքարելու ճշմարտության, արդարության եւ մարդկային արժանապատվության համար, հավերժ փառք ու խոնարհում, հավատի ու հայրենիքի համար բոլոր նահատակներին, ասվում է հայտարարությունում։ BRICS-ի շրջանակներում հնարավոր է միջազգային քրեական դատարանի այլընտրանքի ստեղծում, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Միանգամայն հնարավոր է թվում միջազգային իրավական մարմնի ստեղծման հայեցակարգի մշակումը, որն այլընտրանք է Հագայի քրեական դատարանին, ասել է նա։ Մեդվեդևի խոսքով BRICS-ի նոր դատական մարմինը կհաստատել միավորման անդամ երկրների ձգտումը անշեղորեն հետևել ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։ Խոսքը ինքնիշխան պետությունների ղեկավարների օտարերկրյա իրավասությունից անձեռնմխելիության եւ պետությունների ներքին գործերին միջամտելու արգելքի սկզբունքների մասին է։ Քաղաքական գործիչն ընդգծել է, որ արդարության ձգտումը եւ աշխարհի ուժեղներին հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ցանկությունը գաղափար է, որը միշտ միավորել է մարդկանց։ Ռուսաստանի զուն 2024 թվականին ստացել է ավելի քան 4000 միավոր զրահատանկային տեխնիկա։ Մատակարարումների տեմպերի մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստի ընթացքում նրա խոսքը մեջբերում է Կրեմլի կայքը։ Զորքերը ստացել են ավելի քան 4000 միավոր զրահատանկային զենք, 170 մարտական ինքնաթիռ եւ ուղղաթիռ, ասել է նախագահը։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտավախություն ունի, որ Ուկրաինան կարող է վերադառնալ իր ուռճացված պահանջներին, դրանով իսկ խոչընդոտելով հակամարտության կարգավորման ցանկացած առաջընթացի։ Այս մասին հայտնում է Reuters-ը, վկայակոչելով իր աղբյուրները։ Եվրոպացի պաշտոնյայի խոսքով Ռուբիոն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ Ուկրաինան կարող է վերադառնալ բանակցություններում իր կոշտ դիրքորոշումներին, որոնք խոչընդոտ են ճգնաժամի կարգավորման ցանկացած առաջընթացին։ Գործակալությունը փոխանցում է աղբյուրի խոսքը։ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կրտսեր որդուն 17-ամյա Ադամին հայտարարել են Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար։ Այդ մասին ասված է Գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Չեչնիայի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ադամ Ռամզանովիչ Կադիրովի հանձնարարականի կատարման շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր գրաքննությամբ երկիրը համաշխարհային ծաղրի առարկա է դարձրել։ Ֆրանսիան սկսում է գրաքննություն եւ դառնում համաշխարհային ծաղրի առարկա։ Կոշտ է արտահայտվել քաղաքական գործիչը Ֆիլիպոն նաեւ ընդգծել է համաձայն ԱՄՆ փոխնախագահ Վենսի խոսքերի հետ, ով այս տարվա փետրվարի Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ Եվրամիությունն անվանել է բռնապետություն խոսքի ազատության եւ աջակողմյան պոպուլիստներին ճնշելու քաղաքականության պատճառով։ Եվրամիության միջազգային գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի ցանկությունն է խափանել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործարքը եւ ուկրաինացիների կանխամտածված զանգվածային սպանությունը։ Այս մասին հայտարարել է հիմնարար իրավունքների ու հունգարական կենտրոնի վերլուծաբան Զոլտան Կոշկովիչը։ Փորձագետն իսկապես հրեշավոր է անվանել Կալասի խոսքերը Ղրիմի մասին ամերիկյան եւ ռուսական պայմանները շատ ավելի լավն են, քան Կիևն իրավունք ուներ սպասել դրանցից հրաժարվելը ոչ այլ ինչ կլիներ, քան ուկրաինացիների կանխամտածված զանգվածային սպանություն, գրել է նա։ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալու հնարավորությունը անշուշտ առկա է։ Այս մասին հայտարարել է արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Շանսեր միշտ կան, համապատասխան հարցի պատասխանել է հետախուզության ծառայությունից։ Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված հրթիռը ամենայն հավանականությամբ խոցվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։ Որոշ ժամանակ առաջ Հայֆայում, Կրայոտում եւ Արևմտյան Գալիլեայում ազդանշանները հնչելուց հետո Եմենից հրթիռ է արձակվել։ Արկնս երևույթին հաջողությամբ որսացել են, ասվում է հաղորդագրության մեջ։ Պետքարտուղարության վերակազմավորումը կհանգեցնի նրա մոտ 130 գերատեսչությունների փակմանը եւ առնվազն 700 պաշտոնների վերացմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, վկայակոչելով արտաքին քաղաքականության գերատեսչության բարեփոխման նախնական ծրագրեր պարունակող փաստաթուղթը։ Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ներկայացված փաստաթուղթը դրույթներ է պարունակում պետդեպարտամենտի 132 բյուրոների, գերատեսչությունների եւ ծրագրերի առաջիկա վերացման մասին։ Կկրճատվի 732 հաստիք, շատերը կտեղափոխվեն այլ գերատեսչություններ կամ կվերակազմավորվեն։ Մասնավորապես, ինչպես պարզաբանում է Washington Post-ը, վերածվելու է քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնը։ Բացի այդ, պատերազմական հանցագործությունների, ինչպես նաեւ հակամարտությունների եւ կանոնացման գործողությունների հետաքննության մեջ ներգրավված ծառայությունները կդադարեցնեն գործունեությունը։ Հրատարակությունը նշում է, որ պետդեպարտամենտի բարեփոխումը դատելով փաստաթղթում շարադրված ծրագրերից ոչ այնքան արմատական կլինի, որքան սպասվում էր։ Մասնավորապես, ներկայումս չի խոսվում Աֆրիկյան մայրցամաքում ամերիկյան դիվանագիտական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու եւ ԱԳՆ մասնագիտացված բաժինը Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչի գրասենյակով փոխարինելու մասին։ Առնվազն 12 մարդ է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի կողմից չորեքշաբթի օրը Պաղեստինյան անկլավի տարբեր շրջանների հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է Քաթարյան Ալ Ջազիրա հեռուստաալիքը։ Իսրայելական հրետանին ինտենսիվ հրետակոծել է Գազա քաղաքի Էզ Զեյթուն, Էդ Տուֆա եւ Էշ Շուջայա շրջանները։ Անկլավում գտնվող քաղաքացիական պաշտպանության ուժերը հայտարարել են, որ չեն կարողացել հասնել ավերված տներին, որտեղ կարող են լինել մարդիկ։ Բանակը շարունակում է հարվածներ հասցնել նաև Ռաֆահ քաղաքին։ Ալ Ջազիրան նշում է, որ երեքշաբթի օրը անկլավում առնվազն 32 մարդ է զոհվել։
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ արմատական պաղեստինյան համաշարժումն ապագայում մասնակցի Գազայի հատվածի կառավարմանը։ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նրան հարցրել են, արդյոք ԱՄՆ-ն կխանգարի Համասին որևէ դեր խաղալ Գազայի հետ պատերազմյան կառավարման մեջ։ Մենք Համասին թույլ չենք տա դա անել։ Մենք մեծ առաջընթաց է գրանցել Մերձավոր Արևելքում, ասել է Թրամփը։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Օուշեն շրջանի 3000 բնակիչ տարհանվել է անտառային հրդեհի պատճառով, հայտնում է նահանգի անտառային հրդեհային ծառայությունը։ Գերատեսչության հրապարակման համաձայն, անտառային հրդեհը, որն ընդգրկել է մոտ 1300 հեկտար տարածք, կարող է ոչնչացնել ավելի քան 1300 շենք։ Առայժմ տարածքի միայն մոտ 5%-ն է մարվել։ Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Թուրքիայի իշխանությունները հայտնել են, որ Ստամբուլի երկրաշարժից հետո թուրքական նեղուցներում ջրի վտանգավոր բարձրացում չկա 6.2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Մարմարացովում Ստամբուլի ափերի մոտ ժամը 12:49-ին։ Ստամբուլի Սիլիվրի թաղամասում 6.2 մագնիտուդով երկրաշարժից հետո առափնյա պահպանությունը հայտնել է, որ ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում չի եղել, ասվում է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչությունում։ Պեկինի հետ առևտրատնտեսական երկխոսության հարցում Վաշինգտոնը անհետևողական դիրք է գրավում, քանի որ բանակցային գործընթացին զուգահեռ դիմում է շանտաժի եւ ճնշումների։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գու Ցյակունը։ Եթե ԱՄՆ-ն իսկապես ցանկանում է հարցը լուծել երկխոսության եւ բանակցությունների միջոցով, ապա պետք է դադարեցնի սպառնալիքներն ու շանտաժը եւ երկխոսություն սկսի Չինաստանի հետ, հիմնված հավասարության, հարգանքի եւ փոխշահավետության վրա, ընդգծել է նա։ Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, Վաշինգտոնը մի կողմից խոսում է Պեկինի հետ առևտրի շուրջ համաձայնության գալու իր շահագրգռվածության մասին, բայց մյուս կողմից անընդհատ մեծ ճնշում է գործադրում չինական կողմի վրա։ Սա Չինաստանի հետ վարվելու սխալ ճանապարհ է եւ այն չի աշխատի, հավելել է Գու Ցյակունը։ Կապի անջատումն ու խզումը միայն կբերի ինքնամեկուսացման, եզրափակել է նա։ Ֆինանսական աջակցություն կտրամադրվի այն ավիաընկերություններին, որոնք նոր ուղղություններից ուղևորներին կտեղափոխեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրու Շիրակ օդանավակայաններ։ Կառավարության նիստում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդացյանը, զեկուցելով ՀՀ օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը։ Ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է ավիաընկերության ամեն նոր ուղևորությունից փոխադրված եւ Հայաստան մուտք գործած 2 տարեկանից բարձր տարիք ունեցող ուղևորների համար։ Գյումրու Շիրակ օդանավակայանի համար մեկ ուղևորի հաշվարկով 15000 դրամ, Երևանի Զվարթնոց օդանավակայանի համար 20000 դրամ, հայտնել է նախարարը։ Նա նշել է, որ պարտադիր պայման է, որ շահառու ընկերությունը մեկ նոր ուղևորությամբ ուղևորափոխադրում իրականացնի դեպի Գյումրու օդանավակայան եւ ամեն նոր ուղղության համար ֆինանսական օժանդակությունը տրամադրվում է 2 տարի ժամկետով։ Խուդացյանի խոսքով նոր ուղղություններն են այն քաղաքները, որտեղ առաջին չվերթը սկսելու պահից նախորդող 12 ամիսների ընթացքում ցանկացած ավիաընկերության կողմից իրականացված չվերթների քանակը ամառային ժամանակահատվածում չի գերազանցել 14-ը, իսկ ձմեռային ժամանակահատվածում 10-ը։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ եթե Գյումրի բերում է նոր ուղղություն, իսկ Երևան չի բերում, կարող է դառնալ ծրագրի շահառու, բայց եթե Երևան բերում է նոր ուղղություն, իսկ Գյումրի չի բերում, չի կարող դառնալ ծրագրի շահառու։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 23-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ, այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը։ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին։ Երևանի մետրոպոլիտենի երիտասարդական կայարանը հայ մեծ գրող Ավետիք Իսահակյանի անունով անվանափոխելու առաջարկ է ներկայացվել քաղաքապետարան։ Կառավարությունում կայացած ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը, ձևավորված է հոբելյանական հանձնաժողով։
որում ներգրաված են անվանի մտավորականներ, ընտանիքի անդամներ, այդ թվում Իսահակյանի թոռը։ Հանձնաժողովի քննարկման ժամանակ իրենց կողմից առաջարկ բարձրացվեց, որ հաշվի առնելով հարևանությամբ տեղադրված Իսահակյանի արձանն ու հոբելյանական տարին, քաղաքապետարանը հարցը կքննարկի, ասել է նախարարը։ Նախարարը հավելել է, որ ըստ սահմանված ընթացակարգի առաջարկը ներկայացվել է քաղաքապետարան։ Կարծում եմ դա ավականու որոշման տիրույթում է։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարները հետաձգել են իրենց մասնակցությունը Ուկրաինայի հարցով չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպմանը։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մեկնել Լոնդոն։ Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։ Փոխարենը բանակցություններ կանցկացվեն 5 երկրների պաշտոնյաների միջև ըստ անվտանգության եւ պաշտպանության հեռուստաալիքի թղթակից Դեբորա Հեյնսի։ Հեռուստաալիքի տվյալներով սպասվում որ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան դեռ կլինի Լոնդոնում եւ սպասվում է, որ կհանդիպի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լամիի հետ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր բրիտանական The Daily Telegraph, թերթը Լոնդոնում կայացած հանդիպմանը ԱՄՆ-ն պետք է ներկայացներ կարգավորման 7 կետից բաղկացած ծրագիր, որը ներառում է ԱՄՆ-ի կողմից Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը։ Սակայն, ինչպես նշում է Հեյնսը, Վլադիմիր Զելենսկին նախորդին մերժել է այդ հնարավորությունը։ The New York Times-ը հայտնում է, որ հենց այս հայտարարությունից հետո Ռուբիոն չեղարկել է իր ուղևորությունը Մեծ Բրիտանիա։ Առնվազն 2 ահաբեկիչ է սպանվել այն բանից հետո, երբ հնդկական անվտանգության ուժերը խափանել են հնդկական միության տարածք Ջամու եւ Քաշմիր ներթափանցելու նրանց փորձը Պակիստանի հետ հսկողության գծով Բարամուլա շրջանում, հայտնում է Հնդկաստանի բանակը։ Ապրիլի 23-ին մոտ 2-3 ահաբեկիչներ փորձել են ներխուժել Ուրին-Նալա Բարամուլա։ Վերահսկիչ գծում հերթապահ պարեկները մարտահրավեր են նետել նրանց եւ կալանել։ 2 ահաբեկիչ սպանվել է ինտենսիվ հրազենային ծեսկրտուքի արդյունքում։ Ներթափանցման փորձը խափանվել է անվտանգության ուժերի կողմից, գրել է հնդկական բանակը X սոցիալական ցանցում։ Հնդկական բանակը նշել է, որ ահաբեկիչներից առգրավել է մեծ քանակությամբ զենք, զինամթեր եւ այլ ռազմական իրեր։ Բախումը տեղի է ունեցել ժամեր անց, այն բանից հետո, երբ Ջամուում եւ Քաշմիրում զբոսաշրջիկների վրա ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ, եւս մի քանիսը վիրավորվել են։ Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները պատրաստ են, որ Ուկրաինան ընդունի Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտած տարածքների մի մասի նկատմամբ վերահսկողության կորուստը։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, վկայակոչելով երկու երկրների դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Ինչպես նշում են զրուցակիցները, դրա դիմաց Ուկրաինան պետք է ստանա իր ապագա անվտանգության հուսալի երաշխիքներ, ինչպես նաեւ ամուր տնտեսական աջակցություն ապագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան կցանկանային, որ Ուկրաինան ճանաչի տարածքների կորուստը միայն դե ֆակտո առանց պաշտոնական հաստատման։ Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության միջև պայմանագրի օրինակով, որն ավարտվեց 1950-ից 53 թվականների պատերազմը։ Հրապարակման հեղինակներն ընդգծում են, որ Ուկրաինայի իր տարածքների մի մասի կորուստը ճանաչելու հեռանկարը անհանգստություն է առաջացրել Ուկրաինայի ղեկավարության եւ Եվրոպայում Կիևի դաշնակից երկրների կառավարությունների շրջանում, սակայն նման սցենարին խոչընդոտում են Ուկրաինայում առկա քաղաքական եւ իրավական մեծ դժվարությունները։ Իսկ այժմ եղանակի մասին եղանակի տաքացումը կշարունակվի, բայց ապրիլի 20-ից օրվա ընթացքում մի պահ գարնանային կարճատև անձրևներ կլինեն։ Երևանում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մարզերում ապրիլի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ին 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Քամին արևմտյան հատվածում 2-ից 5 մետր վարկյան Ապրիլի 21-ին 23-ին առանձին վայրերում սպասվում է քամուշ գնացում 14-ից 17 մետր վարկյան արագությամբ։